Հայաստանում ընտրությունները անցնելու են մոլդովական սցենարով, որտեղ Մոլդովայում Եվրամիության ներկայացուցիչները հաջողության հասան, բնականաբար իրանք նույնը կրկնելու են Հայաստանում, որտեղ Հայաստանն իրենց համար կարևոր կենտրոն է հարավային Կովկասում եւ Հայաստանում իշխանափոխությունը իրենց շահերից չի բխում։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել Եվրամիությունից։ Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով Հայաստանը Եվրամիության համար կարևոր կենտրոն է հարավային Կովկասում եւ այստեղ իշխանափոխությունը նրան շահերից չի բխում։ Մոլդովական սցենարը դա այսպես ասենք, շուլերության սցենարն է, երբ որ անազնիվ տեխնոլոգիաներով ապահովում են քաղաքական մեծամասնություն ուժի համար, կիրառելով ոչ ազնիվ, ոչ արդար ընտրական տեխնոլոգիաներ։ Եվ հիմա իրենք դրա մասին արդեն բացահայտ են ասում, որ լինելու է այդ մեթոդներով։ Եվ ընդդիմություն ունի երկու ճանապարհ, կամ ինքը ընդունում է Եվրամիության խաղի կանոնը եւ ինքը մտելով այդ խաղի մեջ դառնում է ընդդիմություն, էլի մնում է ընդդիմություն, որտեղ դու այդ խաղի կանոնով երբեք չես կարող իշխանություն դառնալ։ Կամ ինքը գտնում է նոր դաշնակիցներ եւ այդ նոր հանձինը Իրանի Իսլամական Հանրապետության։ Գտնում է ինչ առաջարկի Իրանին, որ դա ընդունելի լինի Իրանի համար, որտեղ հենց այնպես Իրանը չի օգնի։ Որից հետո ինքը իր խաղի կանոնն մշակում ու դառնում է իշխանություն։ Սա հիմա այս պայդրությամբ ու երկար ժամանակով Հայաստանում իշխող քաղաքական, այսպես հիմնական տրենդը լինելու։ Ընդդիմությունին չենելու, ընդունում է խաղի կանոնը, թե առանցին խաղ է ստեղծում։ Եվրամիությունը հաստատ բան անելու է։ Այս կողմից չգիտեմ, ընդդիմությունը գտի մի ուրիշ երկրներ թե չէ, բայց մի կողմից հաստատ լինելու է։ Դա լինելու դեպքում մենք կարող ենք ասել, որ ընտրությունները չեն կարող լիարժեք արդար պայմաններում գնալ։ Սա ինքը շուլերություն է լինում, այսինքն անազնիվ շատ տեխնոլոգիաներ կան, հիմա չթվարկենք որոնք են, բայց դրա միջոցով իրեն կարող են իշխող քաղաքական ուժին համար մեծամասնություն ապահովել բանում, ազգային ժողովում, իշխող քաղաքական ուժի համար։ Այդ մոլդովական մեթոդը դա է նշանակում, ոչ ազնիվ ճանապարհներով, մեթոդ տեխնոլոգիաներով իշխող քաղաքական ուժի համար մեծամասնության ապահովում։ Դու այդ մոլդովական սցենարում չես կարող հաղթել։ Կարող սա դիտարկել որպես Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հստակ եվրոպականացման քայլ։ Քայլի շարունակություն, որտեղ քայլը նոր չի սկսել։ Սա հերթական քայլ։ Հերթական քայլ։